Իսկ հիմա ես ուզում եմ խոսել նաև նախագահ Թրամփը միացել է Իսրայելին, ռմբակոծում են Իրանը եւ ասում են, որ շարունակելու են նախագահ Թրամփը իհարկե մի այսպես ոմանք մտածում են, որ թվում է, որ պատերազմ կարող է շուտով դադարեցնեն, որ ասում են մենք այդ ինչ որ այս կարճ ժամանակում ավել շատ accomplish-են կարողացնենք ձեռքբերումներ ունենանք, քան թե կարծում ենք շատ երկար կտևի եւ այս պատերազմը շատ երկար չի տևելու։ Իրեն արդեն մի շաբաթ 10 օր չեմ կարող հիմա ասել, բայց մենք հաղթահարեն ենք եւ ահա այսպես։ Մի պատճառը սա է, որ անգամ ռիփաբլիկանները նաեւ ոմանք համաձայն չեն, որովհետեւ այսպես է հիմա մեղադրում են Թրամփին, որ Իսրայելի համար գնացել է ուրիշտեղ պատերազմի մեջ։ Ինքը երբ որ ուզում էր նախագահ դառնալ եւ անցյալում ասել էր բավ է անընդհատ Ամերիկան գնա 2016-ին ասած եւ հիմա նաեւ վերջերս ասել էր, որ հերիք գնանք ուրիշ երկրների մխրճվենք պատերազմների մեջ լինենք։ Քննադատում էր, երբ որ Ջորջ Բուշը գնացել էր Իրաքի պատերազմին մասնակցել էր եւ հետո Օբաման միացավ, գիտեք, Լիբիայի պատերազմին, ասում եմ մենք պետք է կենտրոնանանք մեր հարցերի վրա։ Իսկ հիմա ինքը ամենախոշոր պատերազմները սկսել Վենեսուելա, Կուբային շրջապատեն է, այստեղ 55,000 զինվորականներ, երկու ամենախոշոր ռազմանավերը տարեն է Իրանի մոտ, մեկը միջերկրականից աշխատում է Ջերալդ Ֆորդ, ամենամեծ աշխարհի ռազմանավը, եւ երկրորդը մասամբ նույն ձևով այդտեղ է։ Հիմա տեսնում եք Մոջթաբա Խամենեի լինելու է նախագահ Թրամփ ասել է նրան էլ սպանել են, այսինքն այս Մոջթաբային Խամենեի զավակին, բայց թվում է որ ողջը միտեղ թաքնված է, այստեղ տեսնում եք սրանք Իրանում կողմնակիցներն են, որ դուրս էին եկել, այստեղ տեսնում եք իսլամ կառավարության կողմնակիցները Իրանում դուրս են եկել եւ թվում է, որովհետեւ դժվար է տապալել մեկ ռեժիմ, եթե զինվորականներ չգնան այդտեղ։ Նախագահը նախապես ասել էր մենք որևէ զինվորական չենք ուղարկելու։ Ռուսները Իրանին ուղեցույց են տալիս եւ զենքեր են տրամադրում, հիմա նախագահի հետ խոսեն է, ուրեմն Պուտինը նախագահ Թրամփի հետ խոսեն են եւ իրենց գոհունակությունն են հայտնել այս բանակցության ժամանակ, հիմա ինչ են խոսել չեն ստակացրել։ Իրանում տեսնում եք, երբ որ ռմբակոծում են նավթա հանքեր, այսինքն ամբարները, պահեստներն է, որ այսինքն Իսրայելը ռմբակոծում է որտեղ որ նավթ կա, եւ այստեղ մեկ իսրայելցի է ինչ որ այս հարձակումի հետևանքով Իսրայելում մահացել էր, տանում էին թաղեին, բայց ամենայն դեպս օդը Թեհրանի շնչելը անգամ վտանգավոր է, որովհետև բոլոր այդ նավթի պահեստները Իսրայելը ռմբակոծել է եւ դա պատճառ կդառնա, որ առավել բենզինը կթանկանա, որովհետև քիչ հետո կտեսնեք Հորմուզ այդ նեղուցը դժվարկացության մեջ, այսինքն դժվար վիճակ է, նախագահը ասում է իրենք օդանավներ չունեն, նավեր չունեն, 43 ռազմանավեր Իրանի բոլոր խորտակեն են, օդանավ չունեն, Air Force չունեն, այսպես տեսնում եք տարբեր հավաքի ժամանակ այդ է ասում նախագահը եւ պետք է մեկին տեսնում եք կողմնակիցները դուրս են եկել, անգամ ռմբակոծում են, դուրս են գալիս եւ ասում են պայքարելու։ Իսկ Իրանի թիմը Ավստրալիայում էր, երբ Իրանի այդ հիմքերը հնչում էր, իրենք որևէ լուր մնացին եւ խաղից հետո 5 այս խաղացողներից Ավստրալիայի կառավարության թիմեր են ապաստարան փնտրելու, որպեսի հետ չվերադառնան, այսպես տեսնում եք, լուր մնում են այդ ժամանակ սովորաբար իրենք էլ երգում են, իմ երգ են երգում, բայց այստեղ տեսնում եք խելոք մնացել են, չեն ոչինչ ասում։
Այսպես տեսնում եք տեղի ունեցող դրությունն է Իրանում եւ պատերազմը շարունակվում է massam թվում է 1700 հոգի Իրանում մահացել է հանրությունը ընդհանուր առմամբ ասում են Թեհրանից հեռացել են արվածաններն են գնացել եւ դեռ հրթիռները ինչ որ Իրանը արձակում է օդի մեջ Սաուդի Արաբիան դեպի Սաուդի Արաբիա տեսնում եք այստեղ Միշեք Քուվեյթում Ղաթարում Իրանը դեռ ղրկում է բայց այս Իրանի մեջ է ինչ որ տեսնում եք որտեղ մեծ վնաս Իրանին հասել է բոլոր նավթի ամբարները ռմբակոծել են այստեղ տեսնում եք անընդհատ ծուխը տեսնում եք տոքսիկ կամ շատ թունավոր է ով որ այդ շրջապատում լինի Իրանի այդ նավթահանքերի կամ նավթի ամբարների միաժամանակ 7-րդ անձը ինչ որ սպանվել է ամերիկյան զինվորներից 26 տարեկան սարժեն այս 26 տարեկանն է ինչ որ մահացել է որով ուշացնում են երբեմն գիտեինք 7 հոգի են Pennington անունով բայց նախապես չեն հայտնում Benjamin Pennington-ն է որովհետև նախ պետք է գնան ընտանիքին տեղեկացնեն որ ընտանիքը հանկարծ հեռուստատեսությամբ ռադիոով չլսի որ իրենց ընտանիքի անդամը այդպես մահացել է ուրեմն սպասում են մինչև հստակացնեն եւ հետո անունը բացահայտում են այսպես ուրեմն 7 հոգի մինչ հիմա մահացել են 10-ից ավել ամերիկացի զինվորականներ վիրավորված են որոշ անձիկի վիճակը լավ չի ես պիտի դադարեցնեմ երբ հրադառնամ դադարից բենզինի մասին խոսեմ հետո ամերիկան մեկ դպրոց է ռմբակոծել տեսնենք նախագահ այդ մասին ինչ ասում նախագահ Թրամփը ինչ ասում Իստրագիրը հովանավորում է Էլին Մարտիրոսյանն է հովանավորում 611 նորթ բրանդի վրա է գտնվում եթե դուք accident եք ունեցել վնասվել եք եւ ձեր մեղքը չի ուրիշ մեղավոր է այդ accident-ի ժամանակ խորհրդակցեք զանգարեք խորհրդակցեք այս փաստաբանի հետ եւ մեքենայի ձեր վնասը պիտի վճարվի մարմնային վնասներ եթե ստացել եք որպեսզի ճիշտ ինչ որ ձեր ինջուրին ձեր վնասների համար գումարը ստանաք այս հեռախոսահամարին զանգարեք փաստաբանի հետ խոսեք Central Avenue Pharmacy-ն ովանավորում է ծրագիրը այստեղ տեսնում եք իրենց երկու տեղատուն ունեն այս տեղագործները Կալիֆոռնիա փողոցի վրա Գլենդելում եւ նաեւ Sunland քաղաքում Թահանգայի ճիշտ հարևանության իրենց ամենանոր տեղատունը բաց են արել անպայման զանգարեք իրենց հետ խորհրդակցեք եթե տեղերի կարիք ունեք եւ եթե ցանկություն եք ձեր տեղերը ձեր տանը բերեն կամ եթե Sunland-ում Թահանգայում Սիլմարսի մի վայել այդ շրջանը ապրում եք կարող եք այցելեք տեղատունը իրենց հետ խորհրդակցելու համար եւ իրենց շնորհավոր եք այս տեղատունի բացման համար Երևան Post հովանավորում է ծրագիրը եթե դուք գնաք այնտեղ եւ իմ անունը տակ վրեժի անունը տակ մի փանդ ամենտեղ $2.99 սենտ է անգամ իրենց մոտ նաեւ Երևան Post-ի մոտ $2.99 սենտ է եթե օթանավով ուզում եք ծանրոց ուղարկեք եթե իմ անունը տակ Granada Hills-ում Երևան Post $1.99 սենտով ձեր ծանրոցը օթանավով կտանի նաև նավի միջոցով եթե մի ծանրոց իրենց հանձնեք նավի միջոցով մի ծանրոց հանձնեք երկու ծանրոց անվճար կտանեն $40 մի ծանրոց վերցնեք $120 չափ դուք կարող եք $40-ով ղրգեք երկու $40 ծանրոց է անվճար կտան նաև եթե ցանկություն ունեք կահկարասիկ ուղարկեք ծանրոցներ ուղարկեք Երևան Post-ի միջոցով բոլորը դրանք կարող եք կատարել մեքենան մանավանդ շատ էժան գնով տանում են այստեղ տեսնում եք
որովհետեւ 2400-ից պակաս չի 1699 եւ եթե SUV է $2500 են չարժանում ամենտեղ իրենք $1790 կանեն այդ աշխատանքը Court Furniture-ով անավորում են ծրագիրը Central Մրթելի ճիշտ հատման կետում է գտնվում Glendale-ում 405 Freeway եւ Euclid Orange County-ում նաեւ Santa Ana-ում Ամերիկայում մեկ խանութներ ունի 100-ից ավել խանութ ունի Court Furniture-ը եւ կարող եք գնալ այնտեղ նոր մատրես գնելու գրասեղան սեղան աթոռ գնելու համար Շահի թուրն է ով անավորում ծրագիրը այցելություն Japonia 10 օրվա համար ընդամենը $3690 է իրենք այս աշխատանքը նախապես ապրիլում ունեին նաև եւ այդտեղ 100-ից ավել մարդ մասնակցել է հիմա նորից մայիսի համար են գրվում ուրեմն այստեղ տեսնում եք զանգարեք հավելյալ տեղեկությունների համար Դոկտոր Բարսեղյանը Մահտեսյանն են ովանավորում ծրագիրը ատամնաբույժներ են Ալիվ եւ Գլենոքս փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում Ալիվ եւ Գլենոքս Բրբանկում բայց Գլենդելի արևանության սա հեռախոսահամարն է իրենց հետ խորհրդակցել կվերադառնա Իրանի մասին նախագահ Թրամփը ասում է, եթե մեկ ուրիշի նշանակեն Խամենեի տեղը, որ հիմա թվում է քիչ առաջ ցույց տվի, իրեն տղան Խամենեի տղան նշանակվել է, երկար ժամանակ չի դիմանալու կամ չի ողջ չի լինելու, այսինքն նրան էլ կհարցակվեն։ Նախագահ Թրամփը նախապես ասել էր, որ Մոջթաբա Խամենեին, որ հիմա նշանակվել է Իրանի գլխավոր ղեկավարը Նրան ասել էր սպանել են, բայց եւ այնպես թվում է, որ նա աշխատում է, իր աշխատանքը շարունակում է եւ ինչ որ քիչ առաջ ասացի, ասել է, որ ուրիշին նշանակեք, բան չի փոխվել։ Պետք է մեկին, որ ուզում եք նշանակեք, ես հաստատեմ, այսինքն Թրամփը հաստատի ով լինի Իրանի ղեկավարը։ Նախապես թվում էր, որ թագավորի տղային կարող է առաջարկվի, բայց Թրամփ ասաց փորձառություն չունի ինքը 47 տարի է երկրի մեջ չի եղել դրա համար թվում է որ իրեն խոսում են մասին որպեսի միշտ այսպես է ուրիշ նախագահներ նաև արեն են խոսում են որ կարող է իրեն նշանակեն որպես ճնշում լինի երկրի վրա որ նրանք որ այսինքն հավանում են օրինակ թագավորի տղան դուրս կան որտեղ բոլոր այս հարցակումները դրա համար է որ ժողովուրդը դուրս գա եւ տապալի ռեժիմը բայց թվում է այս իսլամական ռեժիմը դեռ կոնտրոլ ունի ամեն ինչի ամեն օր կարող է տարբեր հարց պատահի բայց ամենայն դեպս մինչ հիմա շարունակվում է ես այստեղ ուզում եմ ցույց տալ ռմբակոծումները շարունակվում են նախագահ Թրամփին եք տեսնում այստեղ որ ամեն օր արտահայտություններ անում հույս ունի որ ներսից կտապալեն ռեժիմը որովհետև իրենք հարձակումները կարող են անեն բայց ցանկություն չունեն զորք իջեցնեն այդտեղ եւ քիչ հետո կանդրադառնամ բենզինը տեսնում եք բենզինը շատ թանկացել է եւ նախագահը երբ ասաց որ շատ չի տևելու պատերազմը մի քիչ բենզինը իջավ թե ոչ ինչպես մեկ այս կղզիներից սա 2022-ին էր որը Ռուսաստանը Ուկրաինայի վրա հարձակվել էր հիմա բենզինի գնի մասին Կալիֆոռնիա միջինը $5.20 սենտ է մեզ մոտ ամենաթանկն է որ անգամ եթե գնաք downtown գնացնում եք gas station տեսա $8-ից ավել էր գալենը $8 մեզ մոտ ամենաթանկն է բենզինը այսպես տեսնում եք նախքան պատերազմը տակառը նավթի մեկ տակառը $67 էր մեկ անգամից պատերազմին դարձավ $119 իսկ հիմա մի քիչ իջել է 85-ից $90 է տակառը բենզինի
դա պատճառ է լինում օդանավների, մեքենաների եւ ինչ որ նավթ պիտի աշխատացնեն թանկացել է։ Դրա պատճառով ուտելիքն է թանկացել, դրա պատճառով միրգը եւ այլն թանկացել է, ամեն ինչ ավել թանկացել է եւ Իրանը նավթ չի արտադրում եւ իրենց պահեստներն է, որ այսպես ռմբակոծված է։ Հիմա Իրան նաև հրթիռներ է ղրկում տարբեր երկր, ասա Իրանն է տեսնում ամենտեղ հրդեհված, Իրան նաև հարձակվել է Սաուդի Արաբիայի վրա, ես 3 քարտեզով ցույց տվի այն կետերը, որ ռմբակոծել են։ Հիմա մի կարճ ժամանակում 50 սենտի չափ, այս մի շաբաթվա ընթացքին 50 սենտ բենզինը թանկացել է, ասացի միջինը հիմա Կալիֆոռնիայում $5.20 սենտ է, բայց չի նշանակում, որ դուք այդ գնով կարող եք գնել։ Հիմա այստեղ այս քարտեզի վրա ուզում եմ տեսնեք միջին բենզինի գինը այն տեղերը, որ massամբ կարմրավուն տեսնում եք $3 470 $3.5 պատկերացրեք այդպես է, իսկ կապույտով տեսնում եք բոլոր այդ տեղերում $5-ից ավել է բենզինը, աչում եթե շատ մուգ կարմիր եք տեսնում անգամ $5.74 սենտ է, բայց ասացի տեսնում եք այդ տարբեր տեղերում թանկ է, բայց ամենայն դեպս սա մեկ gas station եք տեսնում հենց մեզ մոտ, իսկ այսօր downtown-ում սա գինն էր բենզինի $8.31 սենտ բենզիններ Chevron downtown-ում տեսեք ինչ է տեղի ունենում եթե այս պատերազմը երկար ժամանակ տևի մեծ ձեր ինչ որ պիտի ծախսեք շատ ավել թանկ է լինելու շատ դժվարին վիճակ է թվում է այս ճնշումի տակ է որ նախագահը այստեղ տեսեք ինչ է պատահել հիմա մեկ տակառը բենզինի տեսեք 60 քիչ առաջ ասացի մոտարապես $65 էր եկել է այս 7 օրվա մեջ անգամ հասել էր $115 բայց բարեբախտաբար հիմա նորից իջել է դարձել է $89 որովհետև նախագահը ասաց որ երկար չի տևելու բայց եթե երկար տևի երևի նույն խնդիրները այստեղ տեսնում եք հիմա Ամերիկայի միջինը թեև թանկացել է $3.51 սենտ է Կալիֆոռնիայի միջինը մոտարապես միշտ $1.80 սենտից ավել բարձր է լինում Ամերիկայի միջինից հիմա այստեղ տեսնում եք սա Հորմուզ նեղուցն է այդ կետերը ինչ որ տեսնում էիք նավերն են տեսեք նավ չի գնում 95% այդ նավերը չեն գնում որտեղ վախենում են օրինակ Քուվեյթը այնտեղ Բահրեյնը Կատարը բոլորը դրանք նավթը այս նեղուցի միջից պիտի անցնի գնա Իրաքից նավթը իսկ այդ նավերի տերերը երկրները որ այդպես նավեր ունեն մտահոգված են ու ոչ ոք չի մտնում այդ նեղուցից գնա այնտեղ նավթ բերելու եւ ով այնտեղ է չի դուրս գալիս օդանավի տոմսակը բարձրացել է անգամ ցորեն բենզին ամեն ինչը թանկացել է այստեղ տեսնում եք այս բակը լցրել է $91 եղել անցյալում 50 եթե SUV-ները լցում էիք մոտարապես 50-ից 60 կապած ինչքան մեծ է հիմա $91 արժի եւ որ այդ լրիվ բենզին լցնեք ձեր այդ բակի մեջ մեքենայի ես պիտի դադարեցնեմ երբ վերադառնամ դադարից դպրոցի մասին խոսեմ որ մեկ հրթիռ մեկ ռումբ ընկներ այդ շենքի վրա իսկ ծրագիրը հովանավորում է Մարգարյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը եթե դուք բնակվում եք մի բնակարանի մեջ որ վարձակալ եք կամ մեկ առանձնատունի մեջ եք ապրում պիտի մաքուր լինի եթե մրջուն կա միջատներ կամ պահարանը բացում եք միջատները սկսում են գնալ կալ
մրճում կա, մուկ կա այդ տան մեջ, դուք վարձակալ եք, այդպես չպիտի լինի, դուք պետք է հատուցում ստանաք։ Ուրեմն եթե այդպես է, զանգարեք այս հեռախոսահամարին։ Դուք ոչինչ չեք վճարում, խորհրդակցեք փաստաբանի հետ, Կալիֆոռնիայի որևէ քաղաքում ապրում եք, չի տարբերում։ Կալիֆոռնիացիները կարող են զանգարեն այս հեռախոսահամարին, եթե ձեզ համար հատուցում վերցնի, հետո դուք իրեն կվճարեք։ Ծրագիրը հովանավորում է Orange Shipping-ով անավորում է ծրագիրը։ Orange Shipping ձեզ առաջարկում մի ծանրոց իրեն հանձնեք, երկրորդ ծանրից կես գնով է։ Օդանավով $2.99։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Թավանսի հովանավորում է, աչքի վիրահատող բժիշկ է սա, surgeon-ը սա, հեռախոսահամարն է Glendale-ում, Jackson եւ Colorado փողոցի հատմանկետում է։ Իսկ իր նոր կենտրոնը բաց է արել Orange County-ում, տեսնում եք, ուրեմն սա հեռախոսահամարն է բոլոր նրանք որ Orange County-ում ապրում են 31 տարվա փորձառություն ունի վիրահատող բժիշկ է եւ աչքի հետ որևէ հարցեր ունեք զանգարեք այս հեռախոսահամարին։ Primate Pharmacy-ով անավորում է ծրագիրը Highland եւ Glenox փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում։ Եթե տեղեր եք վերցնում, ցանկություն եք, կարող եք գնալ իրանց մոտ կամ զանգարեք, ձեր տեղերը կբերեն ձեր տանը։ Եթե գոհ չեք, որտեղ տեղատունից տեղ եք վերցնում, իրենք խոստանում են, որ անպայման պետք է այստեղ գոհ մնա, իրենց ծառայությունից կվերադառնա։ Մեկ աղջիկների դպրոցը, գիտեք Իրանում հիմա տղաներ աղջիկներ նույն դասարանում չեն կարող նստել։ Այդպես էր Իրանում տարիներ առաջ նաև այդպես էր, աղջիկները իրենց դպրոց ունեին, տղաները իրենց դպրոց ունեին։ Ամենայն դեպս մի ռումբ ընկնում է այդ դպրոցին վրա 170 հոգի, մոտարապես մի 5 ուսուցչուհիներ եւ 165 երեխաներ մահանում են այս ռումբի պայթումի պատճառով։ Նախապես Իսրայելը ասում էր ամերիկացի ասում են իսրայելցիները, հետո նախագահ Թրամփը ասաց իրենք են ռմբակոծել։ Հիմա տեսնում են, որ այդ պատկերը ինչ որ քիչ առաջ ցուցադրեցի, Tomahawk missile, ոչ ոք չունի։ Տեսեք դպրոցը այն կապույտ տարածքում է։ Այդտեղ հիմա սխալվել են, որովհետև մի քիչ հեռավորությանը զինվորական խարիսխ կա, բեյս կա այնտեղ, դրա պատճառով էլ սխալվել են, թե ինչ, տեսնում եք այս դպրոցը լրիվ, ինչ որ ասացի, նախագահը ասում է իրենք են այդ գործարել, բայց հիմա փաստերը ցույց է տալիս, այսինքն Իրանը ինքը ռմբակոծել է այդ երեխաներին, ինչ որ այստեղ տեսնում եք, այս Tomahawk missile-ն է, որ կարողացել են նկարը գտնել լրագրողները եւ միայն Ամերիկան ունի, ուրեմն եւ ոչ ոքի չի հանձնել, իրենք կարող էին օգտվեին, դրա համար հիմա բոլորը եկել են համոզմանը, որ Իրանի հիմա, այսինքն Ամերիկայի սխալն է եղել կամ հրամանը սխալ են տվել, ճիշտ, որտեղ շատ ճշգրիտ գիտեն, որ կետը խփեն, տեսնում եք ռազման նավից ղրկում են եւ ահա, բայց նախագահ Թրամփն ու շաբաթ օրը ասում էր իմ կարծիքով մի բան որ ես եմ տեսել, չի ասում իր զինվորական ղեկավարն է, իրանցիներն են այդ գործը արել, այսպես էր ասել նախագահը, բայց Թրամփը մի սովորություն ունի, ինչ որ սիրտն ուզում է, ասում է հաճախ առանց մտահոգվելու։ Հիմա այստեղ տեսնում եք մեկ լրատվական միջոց մեկի հետ այնտեղ խոսում է Իրանում, որ իր երեխաները այդտեղ զոհ են գնացել, ասում է սրանից մեծ ոչրագործություն, որ միայն երեխաներին պիտի սպանեն, փոքրիկ երեխաներին եւ այսպես տեսնում եք դպրոցն է այս վիճակում ամենայն դեպս։ Ես ուզում եմ հիմա խոսել երկու տերորիստներ, այսպես կոչում են այսը, որ ISIS-ի, ծայրահեղ իսլամների այսպես
կովասանքով խոսում էին մասին Նյու Յորքում միշտ ձեռնարկներ է լինում մարաթոնի այսպես վասկի, որ ինչ որ ծրագրի վերջում այս երկուսը ռումբ են տանը պատրաստված, որ միջում ամեն ինչ դրված է, որ երբ պայթում է, եթե այդ տեսեք պտուտակներ, ինքը screw, bolts, ամեն ինչ մեջը լցրած, երբ որ պայթում է, այսպես ուժեղ հարվածում է, պատկերացրեք կպնում է մեկի սրտին, մեկի գլխին, ուրեմն այդպես մահացու վիճակ է ստեղծում։ Հիմա ուզում եմ ցույց տալ իրենց կարողանում են ձերբակալել, այստեղ տեսնում եք աղմկում է, ռումբն է գցում, երբ որ Նյու Յորքում եք տեսնում, ոստիկանությունը իրենց այս երկու տղաներն են, այսպես տեսնում եք իրենց, 18 եւ 19 տարեկան են այս երկուսը, տեսնում եք այնտեղ ցանցը տրված է, որ ոչ ոք չմտնի այդ վազքի տարածքը, բայց եւ այնպես գնում են նման աշխատանք, տեսեք մեջը ինչեր կա, երբ որ պայթի, որպեսզի անպայման վնաս հասցնի, անպայման մահվան պատճառ լինի, այստեղ տեսնում եք քաղաքապետն է Նյու Յորքի, որ ինքը մուսուլման է, ցավ է արտահայտվում, որ այսպես ոչրագործություն են արել եւ տեսնում եք ձերբակալել են երկուսին, դատի պիտի տան այս երկու անձիկին, տեսնում եք նորից իրենց պատկերն եք տեսնում, երևի հետո դատավարություն պիտի լինի, մանրամասնությունները ավել կպարզեն, որ ինչպես էին կազմակերպել, ինչ է, այսպես տեսնում եք 18 տարեկան է, որևէ ուրիշ ռեկորդ չի ունեցել, մյուսն էլ նաև 19 տարեկան էր։ TSA-ի մասին եմ ուզում խոսեմ, երբ որ դուք օդանավակայան եք գնում, այդ ոստիկանությունը ինչ որ ձեր մարմինն է նայում, ճամբրուկը տնում եք, մեքենայի մեջ նայում են, այդ TSA-ի աշխատողները Ամերիկայում 60,000 հոգի են, որ օդանավակայաններում ուշադիր են լինում, ով ինչ տանում է։ Հիմա որովհետև Department of Homeland Security-ն բաջեթը իրենցը չեն հատկացրել, պայքար կա կամ Republican եւ դեմոկրատների միջեւ։ Տեսեք շարքերը օդանավակայաններում մարդիկ շարքի մեջ են դրա համար, եթե դուք օդանավակայան պիտի գնաք 5 ժամ շուտ գնացեք, նախապես ասում են, եթե արտասահման եք գնում 2 ժամ, եթե ներքին թռիչք է 1 ժամ, այս TSA-ի աշխատողները գործի չեն գալիս, որտեղ 1 ամիս աշխատավարձ չեն ստացել, այս TSA տեսնում եք իրենց թևի վրա տեսակ, եւ մարդիկ են, որ այսպես դժվար կացության մեջ ով օդանավակայանա գնում, այսացի պատկերացրեք, եթե արտասահման պիտի գնաք, երկրից գնալու եք 5 ժամ առաջ պիտի գնալ, ներքին թռիչքի համար 3 ժամ առաջ պիտի այնտեղ լինեք, տեսեք այս է դրությունը հիմա օդանավակայանի մեջ, Ատլանտա եք տեսնում եւ ուրիշ Ֆիլադելֆիա, չի տարբերում, որ մեկը կգնաք, Նյու Օրլինզ եք գնում, տեսեք ինչ է, Նյու Յորք, Հյուսթոն, բոլորը շատ խճողված վիճակ է, մի հատ պատկերացրեք, այսպես է դրությունը։ Եվ ուզում եմ հիշեցնել, որ նաև այս ներքին թռիչքները, ինչպես ասացի, չի տարբերում։ Հիմա TSA-ի աշխատողները, ոմանք ասում են, որտեվ սրանք երբ որ բաջեթը հիմա այդ նախարարությանը հաստատված չի, այդ նախարարություն նույնն է, ինչ որ գնում էին փողոցում ձերբակալումին, դեմոկրատները դրան դեմ էին, որ ամերիկացիների նաև ձերբակալում էին, որովհետև սպիտակ չին երևում, տեխները սպիտակ չեն, երկրից վտարում էին։ Հիմա դեմոկրատները ասեն բաջեթը չենք հաստատի, մինչև փոփոխություն կա այդ մասում։ Բայց նաև այս նույն դեպարտմենտին է պատկանում, ուրեմն բոլորի աշխատավարձը չեն վճարում, մենակ ոչ թե այն immigration եւ սահմանապահների, այլ բոլորը մեկը օդանավակայանում աշխատողներն է։ Ինչու գիտեն, որ հետո իրենց աշխատավարձը կստանան վերջ-վերջով,
բայց ինչու չեն գնում աշխատանքի, որտեղ գնում են ուրիշ աշխատանքի։ Հիմա այս երկրում տարբեր է, մենք ուրիշ ենք հայերը, ասենք պարսիկները, արաբները, չգիտեմ, երևի ռուսները, մենք միշտ մի փոքր գումար ունենք կամ ազգական ունենք, որ եթե emergency լինի, դժվարացություն լինի, կարող եմ գնամ ընկերոջիցս, եղբորիցս, հորեղբորիցս, հորեղբոր տղայից եւ այլն, մի փոքր գումար վերցնեմ, կարողանամ շարունակեմ։ Ամերիկայում այդպես չի։ Ես աշխատել եմ ամերիկյան ինժեներինգ, երբ որ եկել եմ այստեղ, նախ ինժեներական ամենամեծ ընկերությունն եմ աշխատել այստեղ եւ Culver City-ում եւ աշխատող կար, որ աշխատավարձ ստանում էր, նախ տանում էր կրեդիտ քարտերը վճարում էր, որ կրեդիտ քարտը ազատվի, կարողանա վաղը գնա ինչ որ ուզում է գնի, վերցնի, որ մի ամիս հետո վճարի։ Այսինքն ինքը գումար չունի, կրեդիտ գումար, որ ստանում աշխատավարձ, կրեդիտ քարտն է ազատում, որ 0 լինի բալանսը կրեդիտ քարտի կամ քիչ լինի, որ հետո կարողանա իր կրեդիտ քարտն օգտվի։ Այսպես մենք ավել շատ ընդհանուր առմամբ մեծամասնություն մի փոքր գումար պահում ենք, տանն են պահում, բանկում են պահում, բայց այստեղ այդպես չի, ինչ որ աշխատավարձ ստանում է, մեծամասնությունը հենց անմիջապես ծախսում են։ Դրա համար է, որ եթե չեն վճարում, ստիպված է գնա, որտեղ չի կարող իր հորեղբորից, մորաքուրից, ընկերուից, ընկերոջից պարտք վերցնի, ինքը պետք է իր ծախսերը հոգա։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ 18 հարկանի շենք ձեզ ցույց տամ, տեսնենք ինչ է պատահում մեկ վարորդի, որ հակառակ մայթի վրա freeway-ի է քշում, իսկ ծրագիրը հովանավորում է Չոփրյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը։ Եթե ակսիդենտ ունեն, վթար ունենում, իրենց հանձնագերեքը Չոփրյանները փաստաբաններ են, իրենց հեռախոսահամարը պաստառի վրա երևում է 818 244 47 47։ Ծրագիրը հովանավորում է նաև դոկտոր Մարտին Ստեփանյանը, դեմքի վրա գեղեցկության համար աշխատանք պիտի կատարվի։ Այս հեռախոսահամարին զանգեք քթի եւ այլն, բոլոր այդ հարցերով զանգարեք այս հեռախոսահամարին, ժամադրություն վերցրեք։ Գլենդել Adventist-ի բժշկական շենքի մեջ է, Adventist հիվանդանոցի ճիշտ կողքին է, որ Adventist-ի բժշկական շենքն է այդտեղ։ Ծրագիրը նաև հովանավորում է դոկտոր Parker Ջահանգիրն է հովանավորում, ալերժի եւ ասմա ունեք, զանգարեք այս հեռախոսահամարին։ Նաև պիտի հիշեցնեմ համազգային Sayat Nova այս մեծ համույթը ելույթ է ունենալու։ Նունե Եսայանը ներկա է լինելու այդտեղ, Նունե Ավետիսյանը այդտեղ հաղորդավարն է, այսպես ծրագրի եւ ուրիշ արվեստագետներ 100 հոգի բեմի վրա է լինելու։ Նվագախումբ, երգչախումբ եւ այսպես է լինելու։ Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը։ Hollywood Piano-ն ամենախոշոր պիանոյի խանութն է Ամերիկայի, 600-ից ավել դաշնամուր ունեն այնտեղ, 2 հարկի մեջ է, եթե պիտի վարձեք կամ գնեք, այցելեք Փասադինայում իրենց կենտրոնը կվերադառնա։ Ես ուզում եմ հիմա եթե ցուցադրենք 18 հարկանի շենք հրդեհվում է, այսպես տեսնում եք, եւ շենքը լրիվ հրդեհվում է, 5 մեքենա նաեւ այդտեղ հրդեհվում է, որը Սան Բերնարդինոյում է սա մեր արևելքում, տեսնում եք մեքենաներ հրդեհվել են եւ բնակարան ինքը լրիվ հրդեհվել է, հիմա նայում են տեսնեմ պատճառը ինչ է այս հրդեհի։ Իսկ ես ուզում եմ շարունակել ծրագիրը, հիմա ցույց տալ ձեզ մեկ վարորդ այստեղ Վուդիերը Մոնտեբելոյի արևանությանն է, եթե ծանոթ եք այս թրաքով փողոցներում, հետո գնում է freeway-ից հակառակ մայթից է գնում, այդպես տեսնում եք, ամենայն դեպս պոլիսը իրան հայվեր պետրոլը կանգնեցնում է եւ ձերբակալում են, շատ վտանգավոր է, եթե հակառակ մայթից մեկը գնում է, բարեբախտաբար ոչ ոք չի վնասվում։ Ես ուզում եմ հիմա prank աշխատանքի կամ կատակ են անում երբեմն։
մի շատ սիրված ուսուցիչ մաթի ուսուցիչ է լինում այս անձնավորություն Ջորջիա նահանգում իր աշակերտները իրեն շատ են սիրում ինքն էլ աշակերտների շատ է իր աշակերտները ուզում են մի կատակ անեն, prank անեն, տեսնում եք ուսուցիչին եք տեսնում 40 տարեկան է երկու երեխաներ ունի ամուսնացած է եւ այս գիտեք այստեղ շատ մոդա է զուգարանի պետքարանի այդ թուղթը ինչ որ օգտվում են գալիս են երբեմն փաթաթում են ծառերի շուրջ միտեղ տեղադրում են որ անձը գալիս է ոտքին կպնի կամ այսպես կատակ են անում ինքն էլ գիտեր որ պիտի այդպես անեն որտեվ տարեվերջ է գալիս եւ այսպես աշխատանքներ կատարվում է գալիս է բայց հանկարծ այդ երեխաները արագ ուզում են որ փախչեն այստեղ տեսնում եք ամենավերջում դրայվերն է երկու մեքենա մնացածը մեքենայի երկուսը մի մեքենայի մեջ են եւ այսպես այս ուսուցիչի ոտքը կպնում այս ուսուցիչն է 40 տարեկան ասացի Ջորջիա նահանգում է պատահում սա ոտքը դիպչում է եւ հանկարծ ընկնում է փողոցի մեջ մեքենան իր վրայից անցնում է այս ուսուցիչի եւ այդպիսով ինչ հիվանդանոց են տանում մահանում է տեսնում եք այդ մեքենաներն էր որ ուզեցում փախուստ էին տվել բայց իր վրայից ցախ կողմի մեքենան իր վրայից անցնում սա վարորդն է լինում մեքենայի մեջ շատ սիրում էր իր ուսուցիչին ուսուցիչն էլ իրեն բոլոր աշակերտներին բոլորը գնահատում են իրեն որ չտեսնված հիմա տատի պիտի տան եթե մեղավոր լինի այդ վարորդը մանավանդ մնացած նաև վարորդը ցմահ երևի բանդարկություն կարող է ունենա կամ երկար տարիներ բանդարկություն կարող է ունենա հիմա այս կատակը ինչ որ կատարվում է միշտ պետք է ուշադիր լինել իսկ ամենազարմանալին որ իր կինը ասել է որ ես որևէ այսպես բողոք չունեմ չեմ ուզում տատի տրվեն այս երեխաները ես ոչինչ չեմ պահանջում եւ որևէ տատ չեմ ուզում բացանել իրենց դեմ այս երկիրը տարբեր է ուրիշ երկրներից օրինակ Արաբստանում Իրանում ամեն տեղ եթե զոհի ընտանիքը գումար է ստանում այսինքն կառավարությունը օրինակ ասում է որ դուք վճարեք այս մարդու ընտանիքին վճարեք հետո կորչուն այս երկրում այդպես չի անգամ եթե վճարեն երկու պատճառով տատի են տալիս մեկը որ այսպես գործ է արել սխալ կարող է մտածելակերպ ունի չի գնահատում վտանգը ուրեմն այսպես կարող է լինի չեն անդրադառնում որ վտանգավոր կարող է լինի եւ դրա համար պատժում են եւ երկրորդը ուզում են պատժեն որ ուրիշները լսեն սա լինի իրենց օրինակ որ սխալ տեղի չտան իհարկե այս հարցում ասացի դրա համար իր կինը ասում է ես չեմ ուզում տատի տան չի շատ տարբերում նորից ստիպված է կառավարություն տատի կտա այս երեխաներին իսկ ես այս prank-ը կամ կատակը պիտի չափավոր լինի իսկ ես ուզում եմ խոսել վիտամինների մասին վիտամինները դուք նաև վիտամիններ մարդիկ վերցնում են մալտիվիտամին տարբեր վիտամիններ հիմա մեկ նոր ուսումնասիրություն է կատարվել 2 տարի այս ուսումնասիրություն մի քանի անգամ կատարել են բանից դուրս է գալիս որ եթե դուք մալտիվիտամին վերցնում եք թվում ավել երկար կարող է ապրել եկել են այդ համոզմանը այս վիտամինները եթե վերցնում եք 2 տարի դուք ծերանալու փոխարեն 20 ամիս կծերանաք այսինքն եթե չվերցնեք 2 տարի անցել է դուք 2 տարի ավել ձեր այսպես տարեցեք լինելու մարմինը կարծեք թե 2 տարի չի ծերանում այլ 20 ամիս է ծերանում եթե դուք այս վիտամինները վերցնեք այս մեծ ուսումնասիրություն են կատարել այդպես բացատրեցին ես մի դադար վերցնեմ
երբ վերադառնամ Տաթարից շարունակեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Raffi's Market հովանավորում է Բրբանքում է գտնվում Գլենդելի հարևանությանը Անրեղ Արևյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը եթե bankruptcy պիտի ֆայլ անեք կամ accident եք ունենում զանգարեք դոկտոր Էբրահիմի հովանավորում է ծրագիրը թաթի վրա թաթի տակ եթե վերք է քայլում եք շնչասպառ եք լինում այս հեռախոսը համարին զանգարեք Jackpot-ն է հովանավորում ծրագիրը Jackpot-ը նոր հագուստներ կոշիկներ բոլորը բերեն է հեռախոսահամարն է անպայման այցելեք եւ խիստ իջեցրեն են անգամ այնտեղ կտեսնեք որոշ շապիկ եւ այլն կարող է $5 կամ մի քիչ ավել կարողանաք վերցնեք Սոնաֆե տարեցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը իրենք բաս ունեն մինի բաս ունեն ցես կտանեն կվերադարձեն Անաշի գիֆտն է հովանավորում ծրագիրը Անաշի գիֆտը առաջարկում այս էլեկտրական ավելն է առաջարկում այս կարող է մասերի տեսնում եք այստեղ մասերի են բաժանել որտեղ դուք կարող եք այս մի մասը որ տեսնում եք այստեղ կարող եք փոշի բռնել արանքներ եթե ուզում եք փոշի բռնել Անաշեն գտնում է Գլենոքս փողոցի վրա Գլենդելում է Բրբանկի արևանության կվերադառնա Ինձ ասացին մի 2 րոպե ժամ ունեմ դրա համար պետք է խոսեմ որ գալիք հունիսի 2-ին ընտրություն է տեղի ունենալու Գլենդելում որ վերջնական է ուրիշ քաղաքներում primary նախնական ընտրություն է վերջնականը նոյեմբերին է լինելու օրինակ նահանգապետ պիտի ընտրեք նոյեմբերի ավարտին այսպես եւ ուրիշ իհարկե congressman պիտի ընտրեք assembly member ընտրել սենեթորներ ընտրեք ամենայն դեպս Գլենդելում տեղի ունենալու ընտրություն որ դուք ձեր քվեաթերթիկ կստանաք մի ամիս առաջ ընտրությունը վերջին օրն է հունիսի 2-ը ես քաղաքապետարանի տեխնացուն եմ նախապես եղել եմ քաղաքապետ նախապես եղել եմ քաղաքապետարանի խորհրդի անդամ ուրեմն եթե դուք մինչև հիմա չեք գրանցվել երբեք չեք մասնակցել ես տեխնացու եմ տեսնում եք Glendale City Council candidate անպայման եկեք օգնելու եթե կարող եք օգնեք եկեք այստեղ իսկ եթե դուք չեք գրանցվել եկեք այստեղ գրանցվեք իսկ եթե գրանցվել եք եւ ձեր բնակարանը եթե փոխել եք պետք է նորից գրանցվել որտեղ բալետը չի գա եթե ձեր 25 տարի ընտրության մասնակցել եք բայց մի տարածքից մի բնակարանից գնացնեք մի ուրիշ բնակարան չեն ղրգելու ձեր բալետը պետք է նորից գրանցվել դրա համար է հեռախոսը իմը շատ հեշտ է եթե որևէ հարց ունեք այս վերաբերյալ մեր ասենք եթե 11-10 սոնորա փողոցն է հեռախոս շատ հեշտ է 818 հիմա 2-4 մնացածը բոլորը 9 2-4 մնացած 5 հատ 9 9 Ուրեմն հիշեք, ձեզ մոտ նշանակեք, իսկ ես ձեզ կհանդիպեմ վաղը, մի շնորհանդիպ